Շարունակվում է կենտրոնի առավոտեսելի հեռուստադիտողներ, Գաֆէսյան արվեստի կենտրոնն այս օրերին միջոցառումը շատ է։ Վալենտին Պոդպոմոգով երազներ, կյանքի ու մահվան մասի ցուցադրություն եւ նրա վրա հիմնված արվեստ եւ երազներ կրթական ծրագիր, ինչպես նաեւ մի նոր կրթական ծրագիր, որը նվիրված է Ժերարդ Գաֆէսյանի 100-ամյակին եւ հիմնված է կոլեկցիոների ներաշխարհում ցուցադրության վրա։ Այս բազմազանության մասին խոսենք մեր հյուրերի հետ։ Մեր հյուրերն են Գաֆէսյան արվեստի կենտրոնի ցուցադրությունների գծով տնօրեն Արմեն Եսայանցը եւ կրթության գծով Ելիզավետա Շիրինյան։ Բարի լույս։ Բարև ձեզ։ Շնորհակալ ենք, որ մեր հյուրն եք։ Բարի առավոտ։ Լավ եք։ Լավ կարծես։ Այո, քանի որ մենք չենք ձգում, դուք մեզ հարցեր տվեք, մենք պատասխանենք ձեր հարցերին։ Լավ, կարող ենք մենք։ Ես եթե չեմ սխալվում, պատմամոգովին մենք էլի ենք անդրադարձել, չէ՞, ցուցադրությունների հետ կապված։ Ոչ, գուցե ասել ենք տարվա կտրվածքով։ Մենք ասել ենք թե 2025 թվականի ցուցահանդեսային ծրագրի շրջանակում ենք միանշանակ ամենայն հավանականությամբ, երբ պատմում եք 25 թվականի ծրագրերի մասին, այդպես ներկայացրել եմ, այո։ Հիմա փաստորեն արդեն անում ենք ծրագիրը, ոնց հասկացա, ինչ է սպասվում։ Այո, նախ ցուցադրությունը արդեն բացվել է 2 շաբաթ առաջ եւ 2 շաբաթ առաջ։ Այո, իսկ կրթական ծրագիրը կմեկնարկի հենց այս շաբաթօրը, բայց երևի Արմենը մի քիչ ներկայացնի ինչ ցուցադրություն է։ Դե դու էլ շատ լավ կարող ես ներկայացնել, որովհետև Գաֆէսյան արվեստի կենտրոնում ցուցահանդեսային ծրագրերը միշտ կրթական ծրագրեր շատ զուգահեռ ու ինտեգրված են անցնում, այսինքն երկուսս էլ շատ կարելի ասել ձեռք-ձեռքի տված աշխատում ենք նախագծերի վրա։ Այս պարագայում, եթե անդրադառնամ զուտ ցուցահանդեսային մասին, նախագծի վրա սկսել ենք աշխատել մոտ 2 տարի առաջ, այսինքն երբ կար գաղափարը անելու ցուցադրությունը, քանի որ 2024 թվականին լրացավ Վալենտին Պոդպոմոգովի 100-ամյակը, բայց մենք 24 թվականի ցուցահանդեսային ծրագրի մեջ չէինք կարողանում ներառել այս նախագիծը եւ արդեն 2025 թվականին կարողացանք համագործակցելով ընտանիքի եւ մասնավոր կոլեկցիոներների հետ արդյունքում կյանքի կոչվեց Վալենտին Պոդպոմոգով երազներ կյանքի ու մահվան մասին ցուցադրությունը այնքանով է կարևոր, որ նա երբեք ցուցահանդեսային նման նախագիծ չի ունեցել։ Այսինքն աշխատանքները հիմնականում մասամբ են ներկայացվել տարբեր կամ խմբային կամ առանձին ինչ-որ ցուցադրությունների մեջ փոքրիկ նախագծերում աշխատանքները կան ժամանակից արվեստի թանգանում եւ հիմնական մասը իր ստեղծագործությունների գեղարվեստական ժառանգության, գեղանկարչական ժառանգության մասնավոր հավաքածուներում են Հայաստանում եւ արտերկրում եւ այս պարագայում մենք քանի որ հետահայաց ցուցադրություն չէինք ուզում անել պարզապես, այլ ուզում էինք ավելի շեշտ դնել որոշակի կոնցեպտի վրա, ընտրեցինք աշխատանքներ, որոնք ուղղակիորեն կապված են այդ կյանքի ու մահվան թեմաների հետ, որոնք արվեստագետը իր յուրահատուկ վիզուալ լեզվի միջոցով կարելի է ասել ողջ իր ստեղծագործական կյանքի ընթացքում ուսումնասիրում էր, իսկ այդ գեղարվեստի առումով, այսինքն գեղանկարչության առումով իր ստեղծագործական կյանքը շատ երկար չի եղել, որովհետև սկսել է հենց գեղանկարով զբաղվել մոտարպես 50 տարեկանում։ Ու սա առաջին նման նախագիծն է, այս 19 աշխատանքները, որ ներկայացված են, կարելի ասել ճնշող մեծամասնությունը առաջին անգամ են ընդհանրապես հասանելի դառնում հանրությանը եւ ինձ թվում է սա լավ առիթ է նույնիսկ եթե անունը շրջանառության մեջ է, իր արվեստը այդքան տարածված չէ եւ իրեն նման կերպ չեն էլ ճանաչում։ Այսինքն նույնիսկ իր թողած ժառանգությանը քաջատեղյակ արվեստասերները նոր լույսի ներքո կարողանան բացահայտել իրեն, որովհետեւ լրիվ նոր բաներ ենք ներկայացնում եւ նաեւ սա շատ լավ առիթ էր այլ թեմաների շուրջ խոսելու, մի քիչ ավելի խորը գնալու եւ այս ցուցադրությունը առիթ հանդիսացավ նաեւ կրթական ծրագիր մշակելու, որը մասամբ է կախված Վալենտին Պոդպոմոգովի հետ, կապված Վալենտին Պոդպոմոգովի հետ եւ մի քիչ ավելի լայն շերտ է ուսումնասիրում արվեստային։ Դե եկեք խոսենք կրթական ծրագրից։ Արվեստ եւ երազներ, այդպես է կոչվում կրթական ծրագիրը։ Վալենտին Պոդպոմոգովի արվեստը, երբ որ ավելի ուսումնասիրում ես, որքան էլ որ նա համաձայն չէր այն մտքին, որ իրեն որևէ իզմին հետ համադրել, այնուամենայնիվ եւ ինքն էլ հենց ասում էր, որ ես փիլիսոփա սյուրռեալիստ եմ եւ առաջին հայացքից վիզուալ պատկերները միանգամից այդ
անհասկանալի, մի քիչ իրականի եւ երևակայականի այդ ընդհանուր մթնոլորտի այդ առեղծվածային պատկերները մեզ տանում են դեպի այնուամենայնիվ կապում են սյուրռեալիզմի հետ։ Եվ մենք որոշեցինք սյուրռեալիստական մոտիվներից ընտրել հենց երազները, քանի որ սյուրռեալիստները հենց Զիգմունդ Ֆրոյդի այդ տեսությունների վրա էին հիմնված երազների մեկնության, եւ մենք ընդհանրապես ուսումնասիրեցինք ինչ է սյուրռեալիզմը եւ նաեւ արվեստի պատմության մեջ անդրադարձանք, ուսումնասիրեցինք այն արվեստագետների, որոնք ուսումնասիրել են, պատկերել են երազը, սկսած ուղիղ միջնադարից, այնտեղ վերածննդի շրջան, ռոմանտիկները, սիմվոլիստները, մինչև 20-րդ դարի արվեստ, որտեղ մենք նաև տեսնում ենք երազի մեկնությունը ինչ խորքային այլ իմաստներ է ձեռք բերում, պարզ է որ վերածննդի շրջանում դա այլ էր եւ մեր օրերում լրիվ տարբեր եւ այսպես Պոդպոմոգովը օգնում է մեզ, մենք սկսում ենք իրեն ուսումնասիրելով գալիս դեպի սյուրռեալիզմ եւ ավարտում արդեն երազների աշխարհով եւ սա նաեւ հրաշալի հնարավորություն կլինի մասնակիցներին մի փոքր ինքնարտահայտվելու արվեստի լեզվով խոսել իրենց երազների մասին եւ իհարկե նաեւ ստեղծագործելու։ Ծրագիրը 16 տարեկաններից բարձր մասնակիցների համար է, այսինքն փոքրերի համար չի եւ նկարներից մի քիչ երևաց։ Այո։ Դե իր արվեստը, այսինքն այդպես միստիկայի մասին է շատ եւ այլաբանության, իսկ դա շատ ուղիղ կապում է երազների հետ, որովհետեւ երազներն էլ մի տեսակ երբեմն շատ տարօրինակ վիճակների են առնչվում երազներում, անգամ մեզ կարող ենք շատ ինչ-որ անհասկանալի իրավիճակներում տեսնել եւ այս առումով այդ մի քիչ առեղծվածային այլաբանական խորհրդանշական այդ գործիքակազմը, որ Վալենտին Պոդպոմոգովի արվեստում կա, յուրահատուկ ձևով ոնց որ միահյուսվում է հենց նաև կրթական ծրագրի հետ եւ իրոք մենք փորձում ենք մեր բոլոր ցուցադրությունները այնպես կառուցել, որ դրանք ցուցադրության շրջանակներից ավելի լայն ինչ որ բանի մասին լինեն։ Դե այդքան գնում է։ Հիմա ես չգիտեմ իհարկե Ֆրեյդը ինչ մասսայական լուրջ ուսումնասիրություն է արել, որ կարողացել է հասկանալ թե ինչ սիմվոլ է, ինչ է նշանակում։ Մի այդպիսի պատմություն կա, դա չգիտեմ որքանով է ճշմարիտ, որ մի կին ասում է, որ ինքան տատ նարինջ է տեսնում երազում եւ Ֆրեյդն ասում է՝ «Տիկին, դուք մահանում եք, դուք սրտի խնդիր ունեք» եւ կինը լուրջ չի ընդունում նրան, գնում է, պարզում է, որ նարինջը քանի որ սրտ անոթային աշխատանքի համար շատ լավ ազդեցություն ունի, ենթագիտակցությունը ուշել է կնոջը, որ ինքը ունի խնդիր, կամ ուշադրություն դարձնի, իհարկե լուրջ չի ընդունել, ասում են մի քանի օր հետո այդ կինը մահացել է։ Դրա համար էլ սկսել են հավատալ նրա այդ երազների տեսության սիմվոլիզմի մեկնություններին։ Չնայած ես ասում չգիտեմ այդ ինչ պիտի լայն ուսումնասիրություն ունենաս, որ կարողանաս փաստել այս ինչ պատկերը ինչ կարող է նշանակել։ Դե հա, անգիտակցականը, ենթագիտակցականը մի քիչ շատ մթին անհասկանալի ոլորտներ են, բայց դա մենք մասնագետներ չենք, մենք զուտ կարող ենք արվեստի առումով դրանց։ Սյուրռեալիստներն էլ հենց հենվում էին նրա այդ տեսությունների վրա, այդ աշխատության, երազների մեկնություն աշխատության վրա եւ այնտեղ հենց այդ գրքում էլ նկարագրվում են իրավիճակներ, երբ որ այո, կարող է եւ այս պատմությունը իրականում տեղի ունեցած լիներ, չի բացառվում։ Շատ հետաքրքիր ֆենոմենալ պատմություններ կան։ Իրականում, երբ մենք խոսում ենք իմիջիայլոց երազի կամ դրա նկարի առումով ձևակերպման մասին, ես կարծում եմ իրենք ուղիղ համեմատական են, որովհետև շատ հաճախ երազները իսկապես ասած պատկերներ լինեն, մենք բառերով չենք կարող այն նկարագրել, բայց թերևս եթե հնարավորություն ունենայինք նկարելու, ունակություն ունենայինք, ուտե շատ ավելի խոսուն լիներ։ Եթե հնարավորություն ունենք հիշելու Դուք շատ ճիշտ նկատեցիք, երազները միշտ էլ հետաքրքրել են գիտնականներին, փիլիսոփաներին, աստվածաբաններին, բայց հենց նկարիչներին էր տրված այդ բացառիկ հնարավոր ունակությունը դրանք վիզուալիզացնելու եւ մենք հենց նույն այդ առիթը կտանք մեր կրթական ծրագրի մասնակիցներին այսինքն։ Այսինքն նրանք ովքեր ներկա կլինեն, իրավունք կունենան ոչ միայն տեսնելու, այլ անելու, ինչ որ փորձեր անելու, անպայման ստեղծագործելու։ Իսկ եթե զրո են նկարելուց ինչպես ես, մենք երբևէ մենք մշտապես զգուշացնում ենք, որ չենք ստուգում իրենց նկարչական ունակությունները, դա չի ցուցադրվելու, դա միայն իրենցն է լինելու եւ դա տալիս է ազատություն եւ մենք այդ ստեղծում ենք այդ ազատության մթնոլորտը մեզ։ Չէ, բայց գոնե մի պատկեր կարողանան նկարել, է։ Կարողանան։ Վստահ Այո, մեծ կարող եմ գալ ձեզ հակառակը ապացուցել։ Մենք ուրախ կլինեինք միայն եթե ներկա լինեիք։ Երեխա ժամանակ բոլորն էլ նկարում են ու այդ մանկական
այսինքն նույնիսկ եթե մեծ ասակների համար են լինում ծրագրերը, հիմնականում շատ լավ նրանք ընկնում են մանկական ազատության միջավայրի մեջ, այսինքն քանի որ ինչպես Լիզան արդեն նշեց, քննություն չի, էլի։ Այսինքն արվեստի այդքան ստեղծագործելու մասին չի կամ գնահատելու մասին չի, թե ով ինչ կստեղծի, այլ ավելի ինքնաարտահայտման մասին է, որը նույնիսկ կարող է ինքդ քո համար նոր բաներ բացահայտել, այնպես որ եթե գաք մասնակցել, կարող եք դուք ինքներդ ձեզ նոր լույսի ներքո տեսնեք։ Ես իրականում ամեն անգամ ինձ դուք շատ լավ օրինակ կարող եք լինել, փորձարկենք։ Բայց շատ տարօրինակ է, իմ աղջիկը նկարում է հոյակապ եւ ինքը հենց այդ գծով էլ կրթվել է, ինքը շատ սիրուն նկարներ ունի, որոնք հիմա տանը փակցված են, ու ես միշտ մտածում եմ այդ ոնց, որովհետեւ ես զորո պատկերացում ունեմ եւ ես չեմ պատկերացնում, թե լավ դες մի մանկական ծառից բացի էլ ինչ կարելի է նկարել։ Պետք է փորձել։ Ինձ թվում է, քանի որ այս ծրագրերը շատ են իմ շուրջ պտտվում ու ես անընդհատ դու վերջում նկարիչ ես դառնալու, ես գիտեմ։ Բայց մի ֆենոմենալ երևույթ էլ կա, ես ընկեր ունեմ, ով ընդհանրապես նկարելուց լավ չի եղել եւ ինչ որ մի օր ինքը հասկացել է, որ ուզում է նկարի եւ ինքը հիմա այնպես է նկարում, որ ես ասում եմ բրավո։ Այո, իմ ծանոթներից մեկի մայրիկը 50 տարեկանում որոշեց, որ ինքը արդեն, չգիտեմ, պիտի նկարի եւ ինքը հիմա անհավանական կտավներ է անում։ Իսկ ի՞նչ է կատարվում այս դեպքում։ Ինչալուց Վալենտին Պատպամոգովը նույնպես սկսել է նկարել հենց 50 տարեկանում։ Բայց ի՞նչ է կատարվում մարդու։ Ինչ որ ապացուցված բան է։ Հասունություն, երևի, վստահություն, որոշակի երևի էներգիաների կուտակում, չէ՞։ Դե բայց ձերքի տեխնիկ այդ մարդը ինձ թվում է մարդ ոնց որ բնության կողմից տրված ունի պահանջ ինչ որ բան ստեղծելու։ Արվեստին մոտ լինելու Այսինքն այդ արարչական վիճակը մարդու մեջ մարդ ուզում է միշտ ինչ որ բան ստեղծի, այսինքն ինչ որ բան անի, այսինքն եւ նկարելը դա երևի ամենա ուղակի ու պարզ ձևն է դա անելու, եթե, չգիտեմ, շենքեր չի ուզում ստեղծել, դրա համար էլ ինչ որ մի կետի, երբ այդ բացը կա, պարզապես մարդ ուզում է այդ բացը լրացնի։ Բոլորս էլ մանուկ ժամանակ նկարել ենք, հետո ասենք թե ինչ որ մի շրջան հասկացել ենք, որ կամ չենք նկարել, կամ դադարել ենք, կամ շարունակել ենք, ով ոնց։ Հետո դրա համար էլ ինչ որ տարիքի հետ կարող է նորից դրա կարիքը զգացվում է, ինչ որ հոգևոր բացեր լրացնելու համար։ Ես օրինակ շատ կուզեմ ինձ մոտ, չգիտեմ, 50-ից հետո կլինի Պատպամոգովի նման։ Դե Վալենտին Պատպամոգովի պարագայում այնպես չի որ 50-ից օթից դա եկավ, իրականում ինքը շատ երկար գեղարվեստական ժառանգություն ունի, բայց ոչ գեղանկարչական, այսինքն ինքը անիմացիայի մեջ է մեծ ներդրում ունեցել, կինոյի եւ թատրոնի նկարիչ է եղել երկար տարիներ, թեմայի մեջ է։ Երևան քաղաքի գլխավոր նկարիչն է եղել, երգիծանկարներ է թողել, այսինքն ամսագրերի հետ է աշխատել։ Դե Վալենտին Պատպամոգովին բոլորը երևի այսպես նույնիսկ կհիշեն տղամարդիկ ֆիլմում էպիզոդիկ դերով այդ բազմաթիվ աղջիկների հայրն է։ Հիշում եք, որ սխալմամ գրում է պրոֆեսոր Քալաշյանը։ Հիշեցի, թե ես այո, որտեղից եմ այդ Վալենտին Պատպամոգովը, քանի որ այդ ֆիլմի նկարիչն է, որ տուժում է մի քիչ։ Այո, որ տուժում է, այդ տուժումը հենց այդ ընտանիքի։ Այդ դա հենց ինքը հենց Վալենտին Պատպամոգովն է։ Ու ինքը անհավանական գեղանկարչական, այսինքն հայկական արվեստային միջավայրի համար եզակի ֆենոմեն էր ինքը 70-ական 80-ական թվականներին։ Ես հասկացա ում մասին է խոսքը, իր մասին նաև դոկումենտալ ֆիլմ է նկարահանվել։ Իր մասին շատ վերջերս երևի Հավամեկի հետ կապված։ Կարեն Քոչարյանը մեզ հյուր է եղել, այո, մենք խոսեցինք։ Որովհետև հիշում ենք, որ անդրադարձ եղել է այս անվանը, բայց մենք պետք է հանգստանանք, որովհետեւ դե մենք մեկ տարի ամեն Աստծո առավոտ։ Մեկ տարի։ Դե ամեն մեկ տարի հետո մի քիչ հանգստանում ենք, բայց արդեն 3 տարի։ Ես 3 տարի, ես 2 տարի։ Հա, մեզ հանգստանալա պետք, որովհետև մենք իրականում ես զգում եմ, որ շատ անոց ինչ ամբողջ բայց շատ ծանոթ անազգանում, որ ասեցիք նոր հասկացա ում մասին է խոսքը։ Ինֆորմացիան շատ է, դրա համար դժվար է մի քիչ այսպես զատելը։ Հյուրերը շատ են, ինֆորմացիան շատ է։ Բոլոր ինֆորմացիան էլ կարևոր իրադարձության մասին է։ Այ երբ մենք խոսեցինք հիմա մասնակցության մասին, այն մարդկանց, ովքեր անկախ նրանից ինչ հմտություններ ունեն, կարող են գալ, քանի օր է տևելու այդ մասնակցության հնարավորություն եւ քանի
հոգու համար է այդ։ Քանի որ կրթական ծրագիրը ուղղակի կապված է ցուցադրության հետ, իսկ այն տևելու է մինչև հունիս ամսվա վերջ, հունիսի 29, այսինքն 2 ամիս ունենք, այնպես որ կարող են պարզապես զանգահարել 541932 համարով, գրանցվել եւ ուղղակի մենք այնպես ենք բաշխում խմբերը, որ շատ մարդ չլինի, որպեսզի կարողանանք անմիջական աշխատել եւ Դե ժամանակը երկար է, բայց այդպես շատ հանգիստ թող չլինեն, որտեղ արդեն ունենք գրանցված խմբեր, այո, իհարկե, անպայման։ Բայց երևի ավելի կարևոր մի բանից էլ չէ, պիտի խոսենք ապրիլ ամսվա մեր շատ ակտիվ ապրիլի մասին, որը ուղղակի կապվում է Ջերարդ Գաֆեսճյանի անվան հետ։ Այս տարի լրանում է նրա արդեն լրացել է նրա 100-ամյակը եւ այս տարվա շատ միջոցառումներ հենց նրա ծննդյան այս 100-ամյակին են նվիրված։ Դեռ անցյալ շաբաթ թողարկվեց նրա պատկերով հուշադրամը Երևի թե համացանցը ողողված այդ հայտնի տեսանյութը բոլորը տեսել են, Գիրակի օրը մեզ մոտ բարի միջազգային օրվան ընթառաջ տեղի ունեցավ եւ պարոն Գաֆեսճյանի 100-ամյակին նվիրված մեծ մի պարային հրապարակություն, միջոցառումները շարունակվում են իհարկե ամբողջ տարին եւ կմեկնարկենք մի շաբաթ նաև հատուկ կրթական ծրագիր, որը հենց նորից պարոն Գաֆեսճյանի 100-ամյակին է նվիրված, այն կոչվում է ժամանակի ճանապարհորդներ եւ հիմնված է մի ցուցադրության վրա, որը թեպետ մեզ մոտ վաղուց է, որը կոչվում է կոլեկցիոների ներաշխարհում եւ հենց այս ծրագրի օգնությամբ ավելի խորքից փորձելու ենք նրա կերպարը, նրա էությունը ուսումնասիրել, նրա ներաշխարհը, որտեղ այդտեղ այդ ցուցադրության շրջանակում ցուցադրվում են նմուշներ, որոնք այսպես թե այնպես կապված են նրա անձի հետ, բայց այսօր միայն թանգարանային նմուշի օգնությամբ չեն, այսինքն այո, այդ նմուշները ինքնին կարևոր են, բայց շատ ավելի կարևոր է եւ հետաքրքիր է կոլեկցիոները եւ հենց կոլեկցիայի միջոցով նրա ներաշխարհն ենք փորձելու բացահայտել։ Եվ այս իմաստով Գաֆեսճյան արվեստի կենտրոնը ընդհանրապես շատ միշտ գնահատել է մասնավոր կոլեկցիոներների դերակատարումը ընդհանրապես մեր թանգարանի կյանքում, հաշվի առնելով, որ հիմնված է հենց մասնավոր կոլեկցիոների կողմից, մենք ունենք առանձին ցուցահանդեսներ, որ բացահայտում ենք առանձին հավաքածուներ եւ մյուս մեր ցուցադրություններում, ինչպես Վալենտին Պոդպոմոգովն է, կրկին մենք համագործակցում ենք հավաքորդների հետ, կոլեկցիոներների հետ, եւ դա ինձ թվում է շատ կարեւոր մի առաքելություն է, որովհետեւ այդ աշխատանքները հասանելի չեն, այսինքն ինստիտուցիաների չեն պատկանում, թանգարաններում չեն գտնվում եւ մենք գոնե կարճաժամկետ փորձում ենք դրանք հասանելի դարձնել հանրության լայն շերտերին եւ դրանով բացահայտելով ոչ միայն այն արվեստագետներին կամ արվեստի այն գործերը, որոնք ցուցադրում ենք, այլև հենց կոլեկցիոներներին, որովհետեւ եւ նույն այս կրթական ծրագիրը եւ այլ մեր նախաձեռնություններ, որ կապված են կոլեկցիոներ գաղափարի հետ, ընդհանրապես հավաքածու կերտողի հետ կամ հավաքողի հետ, դրա համար շատ են, այսինքն եւ սա էլ ոնց որ շարունակությունն է բնական շատ, այսպես եկավ եւ Լիզան արդեն նախաձեռնեց այս կրթական ծրագիրը, որը ինձ թվում է էլի շատ յուրահատուկ ձևով առիթ կհանդիսանա, որպեսզի մենք նաև այս մշակույթը տարածենք, որպեսզի մարդիկ սկսեն արվեստի գործեր հավաքել եւ դա, որովհետեւ բոլոր նույնիսկ համաշխարհային թանգարաններն էլ միևնույն է սկսում են անհատներից։ Այսինքն դրանք հիմնականում անհատական, անգամ եթե արքունական կոլեկցիաներ են, դրանք այսպես են ստացվում, որ մարդիկ որոշել են, որ պետք է արվեստի գործեր հավաքեն եւ դրանք արդյունքում վերածվել են եւ դարձել են թանգարաններ։ Շատ հետաքրքիր է ձեզ հետ։ Այո, ինչպես միշտ։ Քանի որ ես ու դու խոսում ենք մեր ապաշնորհ տեսակի մասին նկարչության հանդեպ, կարող ենք գնալ բացահայտել եւս մեկ տաղանդ, շատ ինքնավստահ ենք էլի, այդ առումով գալիս ենք։ 2 ամիս ժամանակ կա, քանի որ ընտրված օրեր չի։ Ես ասեմ ձեզ, առաջիկա ամիսներին մենք շատ դեռ բաներ ունենք, այսինքն որ ու հետևեք, թե ցուցադրություններ, թե նոր նախաձեռնություններ, թանգարանային միջազգային օրն է մեզ սպասում, թանգարանային գիշերն է լինելու մայիսի 17-ին, իսկ ընդամենը մի քանի օրից, հենց մայիսի 5-ին կլինի հատուկ բացում, մայիսի 6-ից արդեն հանրային իմաստով հասանելի կլինի, մի չգիտեմ, ֆենոմենալ արվեստագետի ենք ներկայացնում, ամերիկահայ Զատիկ Զատիկյանի մեծ նախագիծն ենք մեր մոտ բացելու, դա ինստալյացիա է, ինտեգրացիա Կասկադ համալիրի մեջ, մեր ցուցասրահ մեկում ինտերակտիվ
ուսումնական կենտրոնի տարածքում այդ գրադարանային հատվածը, որ կա Կասկադ համալիրի, այնտեղ մենք մի պատ ամբողջությամբ տրանսֆորմացրել ենք Զատիկ Զատիկյանի վերադարձ ցուցադրության շրջանակում։ Սա իր առաջին ցուցադրությունն է Հայաստանում։ Ինքը փախել է խորհրդային Հայաստանից շուրջ 60 տարի առաջ, հատելով Արաքսգետը, այսինքն յուրահատուկ մի կերպար է եւ Ինչից էր փախնում։ Խորհրդային Հայաստանից, Խորհրդային Միությունից, Խորհրդային ռեժիմից, որը իր համար ընդունելի չէր 19 տարեկան երիտասարդ, շուրջ 60 տարի ինքը այստեղ չի ցուցադրվել, այսինքն երբեք չի ցուցադրվել, այսպես ասեմ։ Սա իր առաջին ցուցադրությունն է եւ ներկայացում է իր օտարներ ինստալյացիան, որ մի անգամ եղել է Լոս Անջելեսում, բայց սրա մասին առանձին մի խոսակցության թեմա է, բազմապես առիթը օգտագործեցի պատմելու համար, որ հաջորդ շաբաթվանից դա եւս մեր Գաֆէսյան արվեստի կենտրոնում հասանելի կլինի։ Դե գոնե թանգարանային գիշերվա օրվա հետ կապված առիթ կունենանք նաեւ ինչ որ նյութերով այդ մասին խոսելու, ցուցադրելու, ինչ է տեղի ունենալու։ Դա։ Լավ, շնորհակալություն, որ մեզ ունեիք։ Ձեր հեռուստադիտողներ, այո, գնացեք, վայելեք, հատկապես երբ Կասկադում զբոսնում եք, չի խանգարի, որ մի քիչ էլ այդ զբոսանքը մշակութային էսթետիկայի մեջ անցնի, մոտ է էլի, այտենց կարող եք բարձրանալ։ Այս պայն մեր եթերում գովազդ, որից հետո կշարունակենք։